Մայիսի 5-ին նորից ընտրություններ են, այս անգամ Երևանի ավագանում։ Այն քաղաքական նոր ինստիտուտ է և ձևավորվել է 2008-ին Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի ընդունումից հետո։ Երևանի ներկայիս ավագանին կազմված է Հայաստանի Հանրապետական կուսակցություն և Բարգավաճ Հայաստան խմբակցություններից, քանի որ 2009 թվականին ավագանու ընտրություններին մասնակցած և 13 տեղ ստացած Հայ ազգային կոնգրեսը հայտարարելով, որ ընտրություններն անցկացվել են ընտրակեղծիքներով, հրաժարվեց իր մանդատներից։ Այն ընտրությունները լրիվ այլ իրավիճակում անցան, այն ժամանակ 100 մարդ քաղբանտարկյալ նստած էր բանտերում, այն ժամանակ ընդհանրապես արգելված էին հանրավակները, երթերը, մենք գործում էինք մի լրիվ այլ իրավիճակում, և եթե մենք ընդունեինք Երևանի մանդատները, չունենալով ներկայացվածություն ազգային ժողովում, դա մեզ կվերածեր կոնկրետ շատ լոկալ, տեղական Երևանի մակարդակի հարցերով զբաղվող քաղաքական ուժի, մինչդեռ Հայ ազգային կոնգրեսի օրակարգը լրիվ այլ էր։ Մենք արդեն ներկայացված ենք ազգային ժողովում և ցանկացած խնդիր մենք կարող ենք ներկայացնել ազգային մակարդակով։ Այսօր ավագանու ընտրություններին մասնակցում է 7 քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Օրինաց երկիրը, Բարգավաճ Հայաստանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Առաքելություն կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը և Բարև Երևան կուսակցությունների դաշինքը։ Բնական էր, որ այսօր այս քաղաքական պայքարի այս հանգրվանում, երբ մեր քաղաքացիները իրենց իրավունքների համար հերթական անգամ համազգային պայքար են սկսել, այդ համազգային պայքարը նաև պետք է շարունակվեր Երևան քաղաքում։ Ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով։ Եթե կուսակցություններից մեկը ստանում է ձայների 50%-ից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող անձը դառնում է քաղաքապետ։ Եթե կուսակցությանը չի հաջողվում ստանալ ընտրողների քվեների 50%-ից ավելին, ապա ավագանին քաղաքապետ է ընտրում առաջին իսկ նիստի ժամանակ գաղտնի քվեարկության միջոցով։ Ներկայիս քաղաքապետարանը այս նույն հանցավոր ռեժիմի շարունակությունն է։ Նույնքան կոռումպացված, նույնքան ոչ կոմպետենտ, նույնքան սպասարկող մի քանի պաշտոնյայի, պետական պաշտոնյայի սկսած գործող նախագահ Սերժ Սարգսյանից և նրա մերձավորների շահերը։ Նրանք ըստ էության ոչ մի հարց չեն լուծում, գիտեք, ժողովրդի մեջ արտահայտություն կա, մեխի գլուխ։ Փաստորեն մենք նման մի քաղաքապետարանի կամ քաղաքապետի հետ գործ ունենք։ Ես որևէ անգամ չտեսա ավագանու որևէ ներկայացուցիչ պայքարեր այդ անարդար որոշումների դեմ։ Ավագանու աշխատանքները դրական չեն գնահատում նաև հանրային կարևորություն ներկայացնող խնդիրների լուծման համար ստեղծված տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ։ Նրանց համոզմամբ Երևանի ավագանու անդամները չեն կարողացել արձագանքել մինչ օրս բարձրացված որևէ խնդրի։ Ավագանին չի կատարում իր վերահսկողական գործառույթները, իսկ անդամներն ավելի շուտ կատարում են քաղաքապետի որոշումները դակողների դերը։ Երևանի ավագանու աշխատանքների վերաբերյալ խնդրեցին գնահատականներ տալ ավագանու անդամներ, ժուրնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանին, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանին և ճարտարապետ Լևոն Իգիթյանին։ Նրանք մերժեցին պատճառաբանելով զբաղվածությունը։ Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնների 2011 թվականի հետազոտությունը պարզել է, որ երևանցիների 98%-ը վերջին 12 ամսվա ընթացքում ոչ մի հարցով չի դիմել ավագանուն, իսկ հարցվածների 58%-ը նշել է, որ չի վստահում քաղաքապետարանին։